ամուսինս Արմենը ինձ սեղմեց սառնարանին ու այնպիսի կատաղությամբ հարվածեց ծնկիս, որ ցավից թվում էր քիթս կոտրվեց։ Էդ սուր ցավը դանակի պես անցավ մարմնովս, սկսեցի դողալ ու հազիվ էի ոտքերիս վրա կանգնում։ Ձեռքս մեկնեցի հեռախոսիս, բայց մատներս չէին հնազանդվում։ Հանկարծ սկեսուրս Անահիտը կատաղած ձեռքիցս խլեց այն։ «Դերասանություն մի արա», քմծիծաղ տվեց նա, «սա դեռ ոչինչ է»։ Անկյունում նստած սկեսրայրս Գառնիկը նույնիսկ գլուխը չբարձրացրեց։ «Էլի չափազանցնում ես», փնթփնթաց նա, կարծես իմ տառապանքն ընդհանրապես արժեք չուներ։ Նրանք կարծում էին, թե ես թույլ եմ, անօգնական ու թակարդ ընկած, բայց չգիտեին, որ հենց այդ պահին ես չհանձնվեցի։ Ես կայացրի մի որոշում, որը պիտի փոխեր ամեն ինչ, այնպես որ նրանք քարանային, բայց արդեն իմ դեմ անզոր լինեին։ Գլխումս ցավի ու անզորության կույր զգացումն էր արձագանքում։ Հատակի սառնությունը ծնկներիս տակ և նրանց լռությունը, ովքեր տեսնում էին ամեն ինչ ու ոչինչ չէին անում, ավելի էին ծանրացնում այդ վայրկյանը։ Ընկա հատակին, հուսահատ փնտրելով հեռախոսս։ Ինձ օգնություն էր պետք, բայց նաև ապացույց։ «Տուր ինձ հեռախոսս», բղավեցի ես։ Անահիտը գիշատչի պես նետվեց դեպի ինձ ու հեռախոսը պահեց գրպանում։ «Վերջ տուր այս կրկեսին», թքեց նա երեսիս։ Իսկ Արմենն ավելացրեց. «Տես ինչի հասցրիր ինձ, Անի, ընտանիքի խայտառակություն ես»։ Սեղմեցի բռունցքներս։ Չնայած ցավին, միտքս պարզ էր ու վճռական։ Նրանք չէին պատկերացնում, որ հենց այդ պահն է ամեն ինչ փոխելու։ Այդ գիշեր ես այլևս զոհ չէի։ Այսուհետ նրանք էին պատասխան տալու։ Արմենը կատաղել էր, որովհետև ես հրաժարվել էի ընդունել մեր ապագայի վերաբերյալ նրա պարտադրանքները։ Ըստ նրա, ես պետք է հնազանդվեի նրա ամեն մի որոշմանը, լռեի ու կատարեի հրամանները, կարծես իմ ցանկություններն ու նպատակները ոչ մի նշանակություն չունեին։ Նա հավատացած էր, որ իր և իր ընտանիքի քմահաճույքները միշտ ավելի կարևոր են, քան իմ կյանքը։ Նրա խոսքով, մայրը պետք է ինձ աչքի տակ պահեր ու հիշեցներ, թե ինչ պետք է անեմ ընտանիքին հաճոյանալու համար, իսկ հայրը բացարձակ հնազանդություն էր ակնկալում։ Արմենը չէր համարում, որ ես խոսելու կամ պաշտպանվելու իրավունք ունեմ։ Ես պետք է լռակյաց լինեի ու ենթարկվեի նրա կանոններին, նույնիսկ եթե դրանք ոտնահարում էին իմ ազատությունը։ Բայց ես որոշեցի, որ այլևս նրանց ձեռքի խամաճիկը չեմ լինելու։ Վերցրի հեռախոսս և սկսեցի ձայնագրել նրանց ամեն մի շարժումն ու բառը, իմ պաշտպանության և կյանքիս նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար։ Հետո հանգիստ հեռացա, գիտակցելով, որ իմ ազատությունն ու անվտանգությունը շատ ավելի թանկ են, քան ուրիշների սպասելիքները։ Այդ գիշեր ես հասկացա. ես այլևս հանգամանքների զոհը չեմ, ես իմ կյանքի տերն եմ։